Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր միասին կպատրաստենք անչափ նուրբ և համեղ բուլկիներ առանց կաթի և ընդամենը մեկ ձվով։ Ստացվում է շատ փափուկ և թեթև։ Պատրաստելու համար կվերցնենք գոլից մի փոքր տաք 1 լիտր ջուր, քանի որ ցուրտը մի փոքր տաք ենք անում ջուրը։ Կլցնենք 1 մեծ բաժակ շաքարավազ, մի փոքր կհարենք, կավելացնենք 1 ձու, 1 ձու էլ օգտագործելու ենք վրան քսելու համար։ Արագ-արագ խառնում ենք, որպեսզի ձուն չեփվի։ Ավելացնում ենք մի փոքր չամիչ ըստ ցանկության և արդեն կավելացնենք քիչ-քիչ ալյուրը։ Մոտավորապես 4-ից 5 բաժակ ալյուր է անհրաժեշտ։ Երկրորդ և երրորդ բաժակը կավելացնենք, կխառնենք, միաժամանակ կավելացնենք 1 ճաշի գթալ դրոժ և լավ կխառնենք, կավելացնենք այնքան ալյուր, մինչև ստանանք մի փոքր պինդ խմոր։ Ավելացնում ենք 4-րդ բաժակ ալյուրը, խառնելուց հետո ավելացնում ենք 1 սուրճի բաժակ ձեթ և սկսում ենք հունցել։ Ընթացքում կավելացնենք, եթե անհրաժեշտ է, ալյուր և կստանանք ոչ շատ պինդ, փափուկ խմոր։ Մի քանի րոպե հունցում ենք։ Հունցելուց հետո վրան սննդային թաղանթ ենք փռում և դնում ենք տաք տեղ, որպեսզի հասունանա։ Մոտավորապես կես ժամը բավական է, որպեսզի այս խմորը հասունանա։ Կարևոր է, որ տաք միջավայր ապահովենք։ Տեսեք, թե ինչպես է բարձրացել և ամանից դուրս է եկել արդեն։ Ստացվում է շատ փափուկ և փխրուն խմոր։ Այսքան խմորից ես պատրաստել եմ 2 մեծ թավա բուլկիներ, մոտավորապես 18 հատ միջին չափի և 1 մեծ պիրոգ, որը կցուցադրեմ հաջորդ տեսանյութում։ Բաժանում ենք մանր գնդերի և թողնում ենք ևս մի կես ժամ, որպեսզի մի փոքր էլ բարձրանա։ Այդպես ավելի թեթև է ստացվում բուլկիները։ Գնդերը շատ մեծ չենք անում, միջին չափի, որովհետև եփվելուց էլ ավելի են բարձրանում։
Մի փոքր բարձրանալուց հետո վրան քսում ենք ձու, ըստ ցանկության շաղ ենք տալիս մի փոքր քունջուց և տեղափոխում ենք ջեռոց թխվելու։ Ես թխել եմ 200 աստիճան ջեռոցում մոտավորապես 30 րոպե։ Կախված է ձեր հոսանքից։ Ստացվում է շատ փափուկ, շատ նուրբ և համեղ, անպայման փորձեք և չեք փոշմանի։ Շնորհակալություն դիտելու համար, ցտեսություն, կսպասեմ ձեր կարծիքներին։